Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, չէ, որ ասենք այսօր հնարավոր չի արցախահայերի վերադարձը բռնատիրական Ադրբեջան։ Ոնց է վերադառնալու։ Ով է ծառայելու ադրբեջանական բանակում, ասենք մեր երեխեքը հայ երեխեքը գնալու են ադրբեջանական այսօրվա ադրբեջանի բանակում ծառայել, կամ հասկանալի է, չէ, որ այդ բոլոր դատախազները, միլպետները, բասախ նշանակված են ելնելու Բաքվից ու ամեն րոպե կարան, ասենք, սեպարատիզմի մեղադրանք ներկայացնեն կամ որևէ կամայականություն անեն եւ դեռ անպաշտպան է մեր բնակչությունը լինելու։ Հետևաբար բոլորս հասկանում ենք, որ խելքը գլխին որևէ արցախցի չի վերադառնա այս ներկա պայմանների մեջ։ Մյուս կողմից հասկանալի է, որ եթե մենք մտածում ենք, որ մի օր այդ պայմանները պետք է ստեղծվեն, մենք պետք է հասկանանք հետևյալը, որ դա նշանակում է Ադրբեջանը պետք է ինչ-որ օրինակի համար թույլ տա միջազգային երաշխիքներով, ինչ-որ վերահսկողություն, այդ իրավունքների կատարման համար, բայց այդ բանը չի անի Ադրբեջանը։ Ադրբեջանը չի համաձայնվի իր ինքնիշխանության որևէ նվազեցմանը Լեռնային Ղարաբաղի Արցախի տարածքում։ Ինձ թվում է բոլորս համաձայն ենք։ Եվ չկա այնպիսի դիվանագիտական գործընթաց, հիմա չգիտեմ, մտնում են այդ իրավական բաների մեջ, իրաց թվում է թե բանա, միջազգային դատարանները, այդ իրավական ճնշումները կարող են Ադրբեջանը ինչ-որ բան պարտադրել։ Բացառվում է, չի լինելու դա։ Ադրբեջանը վաղուց հասկացել է, որ ուժն է ծնում իրավունքը։ Եվ այդ բանը կիրառվում է։ Վերադարձ դեպի Ղարաբաղ դիվանագիտական Արցախահայերի վերադարձ դեպի Արցախ դիվանագիտական ճանապարհով գոյություն չունի։ Եկեք այդ բանը մի քիչ թափ լինենք, առերեսվենք, հասկանանք։ Հետևաբար, եթե դու այդ հարցը դնում, այսինքն այդտեղ ուրիշ մնում է մեկ էլ ռազմական լուծում է։ Հիմա մենք այն վիճակում ենք կամ հասկանում ենք, որ պետք է մենք գնանք ռազմական լուծման։ Բնականաբար դա էլ բանը սխալ է, եթե մենք չենք ուզում նոր աղետներ բերենք մեր գլխին։ Մենք այսօր ունենք բավականին, ինչ ասեմ, ջարդուխուռ եղած Հայաստան, ջարդուխուռ եղած բանակով, տնտեսությունը շատ վատ վիճակում եւ ունենք նաեւ այնպեսի տաղանդավոր ղեկավար, որ այդ խնդիրները մենակ ավելի է բարդացնում օրեցօր, ել չասած, որ ի սկզբանե ինքն է բարդացրել այդ։ Հիմա մենք ինչ ասենք, ասենք բանա, մենք առաջնային խնդիր որպես կլուծենք Արցախահայերի վերադարձը դեպի Ադրբեջան, ուրեմն նշանակում է, ասում ես, այն գլխից ասում ես, մենք գալու ենք պատերազմ հայտարարենք։ Այս ժողովուրդը հիմար չի, որ նման քաղաքական ուժին լուրջ բանի տեղ դնի։ Հիմար չի։ Ու սա գալիս ենք մի հատ շատ նուրբ հարցադրմանը։ Կարան ինչ-որ մարդիկ կարան հարցնել, չէ, բայց ձեր դիրքորոշումը ինչու է տարբերվում, ասենք Նիկոլ Փաշինյանի գործաբանից, դիրքորոշումից։ Մեր դիրքորոշումը տարբերվում է շատ լուրջ բաներով։ Նիկոլ Փաշինյանը այսօր ուղղակի կատարելով Ալիևի պատվերը հետապնդում է արցախահայության ղեկավարների։ Նախ ինքը մատեմատին չի կպցնում, որ այն մարդիկ, որ այսօր բախվում են հետ վերադառնալ, ու շարունակում է իրենց պախարակել, ամեն օր քարոզչությամբ ոչնչացնել, որ ամենաանբարոյական բաներից մեկն է, որ Փաշինյանի իշխանությունը անում է։ Եվ երկրորդը ինքը Հայաստանի ներսում համարյա արդեն հայտարարել է այդ կառույցները բան, օրենքից դուրս, ինչ-որ քնիչներ են գնում, ինչ-որ, չգիտեմ, հետա ինչ-որ բաներ են այնտեղ հայտնաբերում, տանում, բերում եւ այլն, այդ մարդիկ այսինքն դարել են արդեն բանը, նաեւ իրենք են դարել այդ հարցակման մի հատ բան թիրախ։ Սա խայտարակություն է։ Կարելի է շատ հանգիստ ասել, որ մենք ժողովրդավարություն ենք, այդ մարդիկ ունեն իրենց իրավունքները, մենք չենք դնում պետական քաղաքականության պահանջների առաջնահերթությունների մեջ Արցախի հայության վերադարձը կամ Արցախի հանրապետության վերականգնումը եւ այլն եւ այլն։
այդ ոչ ոք էլ չի պահանջում, որ Փաշինյանը դες բան անի։ Բայց այդ մարդկանց ինչ ես նեղում, հետապնդում, հալածում, ինչ ես ուզում հասնես դրանով։ Ալիևին դուր գաս, ասա, որ եթե մի քիչ պինդ պետություն էր, նորմալ պետություն էր, պետք է ասեր, բանա, մեր մոտ ժողովրդավարություն է։ Ես համաձայն չեմ իրաց հետ, բայց իրանք ունեն իրենց իրավունքները արտահայտելու իրանք ունեն իրենց դիրքորոշումները արտահայտելու իրավունք։ Չի կարող այդ բանը անի, որովհետև ինքը լրիվ մտել է Ալիևի սպասարկման քաղաքականության մեջ։ Ինքը շատ լավ գիտի, որ իր ընտրությունը ամբողջությամբ կախված է Ալիևի բարեսրտությունից, ամբողջությամբ։ Ալիևը ուզենա 2 օր հետո մի 10 կրակոց կկազմակերպի սահմանում եւ Նիկոլ Փաշինյանը կտապալվի, որովհետեւ կպարզվի, որ ինքը այդ իր այսպես կոչված բերած խաղաղությունը փշիկա, զրոյա, փուչիկա։ Ալիևը շատ լավ գիտի, որ դա փուչիկա, բայց ինքը փուչիկը չի պայթացնի, քանի դեռ չհամոզվի, որ իր շահերը սպասարկող կլոունը վերընտրվելու է Հայաստանում։ Ես հակապանում։